5-րդ միջազգային գիտաժողովը նվիրված է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի 90-ամյակին։ Այն տևելու է 3 օր։ Այսօր առաջին օրն էր, որի ժամանակ զեկույցներ հնչեցին կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործության յուրահատկությունների վերաբերյալ։ Էդուարդ Միրզոյանն այն հեղինակն է, ով պեկումնային շրջան մտցրեց խորհրդային մշակույթի պահպանողական կյանքում։ Այդ առաջին ստեղծագործությունն էր դաշնամուրային պոեմը, որը որոշ տարրեր է պարունակում հայ ժողովրդական երաժիշտ արվեստից։ Միրզոյանը այն տարիներին, երբ որ թվում էր, թե բոլոր սովետական միությունում բավական խիստ էին մոտենում ընդհանրապես բոլոր երևույթներին, որոնք ինչ-որ չափով կապված էին ավանգարդ երաժշտության հետ, այստեղ նա ինչ-որ փորձեր էր անում, որոնք առնչվում են հենց այդ երաժշտության հետ, լինելով կոմպոզիտորների միության նախագահ։ Սկզբից թվում էր, թե չնկատեցինք, որ նա արեց այդ փորձը շատ վարպետորեն, շատ հետաքրքիր ձևով, ցույց տվեց, որ այո, այդ տենդենսների մեջ կան երևույթներ, որոնք շատ հետաքրքիր են և պետք է առաջ գնալ։ Գիտաժողովը կրում է մշակույթների երկխոսություն խորագիրը, ուստի զեկույցների մեջ տեղ են գտել նաև այնպիսի թեմաներ, որոնք վերաբերում են հայ և համաշխարհային մշակույթների փոխհարաբերությանը։ Վրաստանի Քութայիսի քաղաքից ժամանած պրոֆեսորները ևս պատրաստել էին նյութեր երկու ժողովուրդների մշակութային կապերի մասին։ Քութայիսի ակակից Էրեթելու անվան պետական համալսարանի արվեստագիտության թեկնածու պրոֆեսոր Իրինա Սարուխանովայի զեկույցը հայ և վրացի կոմպոզիտորների ստեղծագործության ու անձնական կապերի մասին էր։ Те корни общие наши, которые нас объединяют. Հայերիս ու վրացիներից մշակութային կապերը դարերի պատմություն ունեն, որոնք շարունակվում են մինչ օրս։ Ես ներկայացնում եմ Սուխան Ցինձաձեի կվարտետները, առանձնացրել եմ այս կոմպոզիտորին, քանի որ Էդուարդ Միրզոյանի հետ ունեն մի շարք ընդհանրություններ։ Երկուսն էլ ծննդով Գորի քաղաքից են, միմյանց ժամանակակից։ Գիտաժողովի թեմատիկ սահմանները չեն պարփակվելու միայն Անդրկովկասի տարածքում, քանի որ այն վերաբերում է հայ և համաշխարհային մշակույթների առնչություններին, ներկայացվելու են նաև հայ և արտասահմանցի հեղինակների ու նրանց գործերի միջև գոյություն ունեցող կապերը։ Երկրորդ օրն օրինակ ներկայացվելու են հայկական ստեղծագործությունների ֆրանսիացի կոմպոզիտորների մշակումները։ Մենք ունենք բազմաթիվ ուրեմն աշխատանքներ, որոնք շոշափում են հայ և համաշխարհային մշակույթների փոխադարձ ազդեցությունները, փոխադարձ առնչակցությունները, բացահայտումներ նոր մշակույթների մեջ, հայ մշակույթի յուրահատուկ էջերը, յուրահատուկ դրսևորումները։ Գիտաժողովի թեմաները վերաբերում են ոչ միայն երաժշտությանը, այլև արվեստի բոլոր ճյուղերին, կերպարվեստ, թատերական արվեստ և այլն։ Օրինակ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից սպասվում է մի խումբ, որը ներկայացնելու է ազգային խոհանոցը, սակայն հայտնի է դարձել, որ թուրքական կառավարությունը հրաժարվել է ֆինանսավորել խմբին, և թուրք պատվիրակները հավանաբար Գյումրի կժամանեն սեփական միջոցների հաշվին։ Արշակ Ադամյան, Արագ Ուրեխյան, Ազդարար։